Դու երբեք չդադարես Աստծուն աղոթելուց։ Տեր Հիսուսին միշտ կանչի քո կյանք։ Նա չի դադարում քո կյանքում գործել։ Միգուցե դու շատ անգամ կմոռանաս նրան ու կմտածես նա քեզ թողել է, քո մասին չի մտածում, բայց նա միշտ զբաղված ու մտահոգված է քո կյանքի համար։ Հնարավոր չի, որ նա քեզ չպատասխանի ու փոփոխություն չբերի քո կյանքում։ Նա անսահման բարի, սիրող հայր է, եւ նա փրկիչ է, ոչ թե զրկիչ։ Այո, նրան չհավատացողները, նրա մահվան ու հարությանը չհավատացողները հանդիպելու են վերջում դատավոր Հիսուսին, բայց միշտ նրա երկրորդ գալստյանը նա փնտրում է, ով է իր կարիքը զգում, ով նրա քաղցն ու ծարավն ունի։ Նա փնտրում է իր կորած գառանը, որպեսզի փրկի, սրբի, արդարացնի ու հավիտյան հաստատի իր արքայության մեջ։ Միգուցե մարդիկ նրան ներկայացնում են չար, խիստ, ցածրացնող, կոտրող, բայց նա այդպես չի, նա բարի հայր է։ Նա գիտի իրեն հավատացողներին ինչ է պետք։ Անկամ նրա խրատները, նրա հայրական դաստիարակությունը մեր կյանքում ողորմության ձեռքեր են։ Նրա ամեն մի արածը մեր կյանքում օգնելու, բարձրացնելու, նորոգելու, փրկելու նպատակով է, ոչ թե խայտառակելու ու կոտրելու։ Տերը օրհնի մեր միտքը, որ նրան ճանաչենք այնպես, ինչպես որ նա կա։